Կառավարությունը մտադրություն ունի գործատուներին բաժանել երկու խմբի՝ բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Առաջին խմբում են ընդգրկվելու այն գործատուները, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցում են իրենց աշխատողներին։ Երկրորդում նրանք, ովքեր իրենց աշխատողների հետ չունեն պայմանագրեր եւ վերջինների համար չեն վճարում հարկեր։ Տարանջատելով այս երկու խումբ բիզնեսմեններին, հնարավոր կլինի նաեւ, ասենք, պետական աջակցության ծրագրերին մասնակից դարձնել միայն բարեխիղճ ընկերություններին։ Լուրը տարածվելուց հետո կարծիքներ եղան, որ նման բաժանումը կարող է կիրառվել քաղաքական ենթատեքստով, այսինքն անբարեխիղճ գործատուների ցանկում կարող են հայտնվել քաղաքական ընդդիմախոսների ընկերությունները։ Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին եւ ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը։ Զբաղվածության ոլորտում պետության այս մոտեցումը համահունչ է բազմաթիվ երկրների փորձին, որտեղ պետական ծրագրերն օգնել են նվազեցնել ոչ ֆորմալ զբաղվածությունը, այսինքն չգրանցված աշխատողների թիվը, բացատրում են նախարարությունից։ Օրինակ, ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը Վրաստանում վերջին տարիներին նվազել է 31,7%-ից մինչև 27,6%։ Հայաստանում 2024 թվականին ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմել է 35,3%, ինչը հստակ ցույց է տալիս, որ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Հետևաբար ոլորտում պետության կողմից նախատեսվող քայլերն ուղղված են բացառապես այս խնդիրը լուծելուն։ Բայց արժեր նախ հասկանալ, թե ինչու են գործատուները խուսափում գրանցել իրենց աշխատողներին։ Չեն ուզում շատ հարկ վճարել։ Ընդունենք սա որպես առաջին պատճառ։ Իսկ եթե աշխատողն ինքը չի ցանկանում գրանցվել, ասեք մասնագիտություններ կա, օրինակ պահանջված է գործատուն այլընտրանք չունի, ստիպված այդ մարդու պետքա աշխատանքում ներգրավի, բայց իրենց գրանցումը չի կարողանում անել։ Այստեղ պետք է հիշել վերջին տվյալներով Հայաստանում մի քանի 100,000 անհուսալի վարկ ունեցողների պատմությունը։ Նրանցից 120,000-ի համար պետությունը ծրագիր է սկսել, սակայն այդ ծրագրից օգտվել է ընդամենը մի քանի հազար մարդ։ Այսինքն մի քանի 100,000 մարդ նախընտրում է աշխատել առանց գրանցվելու, նույնիսկ եթե գործատուն դա ցանկանում է անել։ Մարդկանց անհրաժեշտ է արձեռն աշխատավարձ, առանց բաթկաթեր բանկերի միջամտության։ Ասես ավելի աշխատող ունեցողները Երևանում գործունեություն եթե իրականացնում են, ապա աշխատավարձը պետք է անկախի վճարեն։ Դեռ այն ժամանակ այդ խնդրի մասին ասացին։ Չլսեցին, արդյունքում ինչ եղավ, քանի որ ստիպված պետք է ասում ենք, դա ստվերը մեծացնելու է։ Մեկ այլ խնդիր են աշխատանքային միգրանտները, որոնց գրանցման հետ կապված եւս օրենսդրական տեխնիկական խնդիրներ կան։ Այսինքն գործատուն, որը նույնիսկ պատրաստ է բարեխղճորեն պայմանագրեր կնքել նրանց հետ, ստիպված է ընկնել ծանր բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։